Աստծո կողմից ստեղծված մեծ տիեզերքում հայոց աշխարհի գողտրիկ անկյունում քաղաք կա, Նորհաճն է կոչվում, եւ կարծես առանց ակնկալիքի, թե օրն իրեն հետ ինչեր կբերի, երկու մատաղ սիրտ անհոգ ու խնդում, որ ծնունդ էին առել հենց այդ քաղաքում, դպրոցական վերջին զանգին էին պատրաստվում։ Օրերից մի օր, փորձի ժամանակ, երկու հայացքներ իրար բախվեցին, եւ թե աչքերն այդ իրար ինչ փոխանցեցին, տղայի սրտում մի հուր, մի կրակ, ալեծուպ մի ծով, որ հանգիստ չուներ գիշեր թե ցերեկ։ Չէ, աղջիկն այդ իր մեջ մի բան էր թողել, որ ամեն անգամ ձգում էր իրեն, թեև հանգիստ չէր սիրտը տղայի, բայց արի ուտես իր դուրն էր գալի, եւ չէր էլ ուզում անգամ դուրս գալ պայքարի ընդդեմ փոթորկոտ այդ հրես զգացմունքին։ Միգուցե սա սերն է, Աստծուց մեզ տրված, որ հատուկ է մեզ արարվածներիս Աստծո պատկերով, որ ունի ուժը հաղթելու մահին, որ զիջել գիտի ներել ամենքին, որ մարդուն մղում է կյանքը զոհելու հանուն իր սիրած անուշ էակի։ Խորհում էր այսպես տղան սիրահար մի գարնանային զով գիշերվա մեջ։ Եվ եթե սա այն է, ինչի ես եմ կարծում, պետք է անհապաղ, որ նրան ասեմ, որ դու ինձ շատ դուր ես գալիս, որ ամեն գիշեր ինձ հյուր ես գալիս, որ քնքուշ էակ ես դու իմ աչքերին, որ խոսքը դայլայլ է իմ ականջներին, եւ երբ կանգնում եմ հանկարծ քո կողքին, արփում եմ կարծես բույրով քո անգին։ Առավոտ կանուխ էր, դեռ քուն չկար աչքին, խորհում էր, հուզվում սիրահար պատանին, էլ չէր կարող պահել սրտի կրակը, որ վառել էր իր մեջ այդ փխրուն էակը։ Ժամանակ անցավ, ավարտեց դպրոցը, հետո ընդունվեց նամակավարժական, բայց դուրս չէր գալիս գլխից մեկ վայրկյան, որ սիրում էր ուժգին նա այդ աղջկան։ Եվ ահա հանկարծ բուհի մուտքի մոտ հայացքը սառեց, շփոթվեց մի պահ, թեթև քայլերով դռնից ներս մտավ իր սրտի սիրած չքնախեակը։ Այս ինչ հրաշք է, ինչ նախախնամություն, միթե սրտերը կարող են այսչափ ձգել միմյանց, որ անցնեն արգելք, հաղթեն խոչընդոտ եւ գան ու կանգնեն հենց ճիշտ իրար մոտ։ Դե եթե այդպես է, էլ ինչ եմ կանգնել, գնամ ընդառաջ, դուրս հրավիրեմ ու սիրտս հանեմ նրան նվիրեմ։ Շփոթված դեմքով մի քիչ էլ կարմրած, բայց այնուամենայնիվ համարձակ քայլով մոտեցավ նրան, ու նորից ինչպես այն առաջին անգամ երկու հայացքներ բախվեցին իրար։ Լուռ էին երկուսն էլ, նայում էին երկար, մինչև որ տղան ողջունեց նրան։ Մի քիչ խոսեցին դպրոցից, բուհից, հետո խոստացան հանդիպել նորից։ Քիչ ավելի ուշ, դասերից հետո, բուհին մոտ այգում, տղան աղջկան սեր խոստովանեց եւ վառվեց մի աստղ սիրո երկնքում, ուր երկու սրտեր իրար էին փարվում։ Հետո եղան էլի նոր հանդիպումներ, մինչև որ արդեն շատ պարզ հասկացան, որ իրենց սրտերն իրար են պատկան, ու որոշեցին մինչև մահ մեկանան, եւ իհարկե բոլորն էլ պիտի իմանան։ Լուր այս բարի արագ տարածվեց, գնաց ու հասավ հեռավոր երկիր, ուր հայրն էր նրա այնտեղ բնակվում։ Երբ հայրն իմացավ, լցրեց գինու գավաթը, թող օրհնյալ լինի այդ զույգի կյանքը։ Երկար ժամանակ էլ կարծես չէր անցել, տղան մեկնեց բանակ իր պարտքը տալու,
բայց ավաղ նրանք չէին կարող ապրել առանց մեկ-մեկու։ Ուստի եւ հաճախ առիթ անառիթ տուն էր նա գալիս, որ տեսնի Յարին, եւ ահա բոլորն էլ գիտեին այդ մասին, ու խնջույքներին էլ կանչում էին միասին։ Մի օր էլ եղավ խնջույքի ժամին, երբ բոլորն ուրախ պարում էին երգում, կենաց ասելով մեկ-մեկու գովում, չգիտես հիմա այդ սիրահարների սիրո բուրն էր թևածում այդ միջավայրում, թե նրանց կրակը շատ էր ճառագում։ Մի սիրտ էլ վառվեց սիրո կրակով։ Նա եղբայրն էր հենց այն սիրահարի, որ երջանկությունից փայլում էր այնտեղ, բայց ընդդիմացավ այդ խենթ զգացմունքին, քանզի իր սիրտը հարում էր մեկին, ով քույրն էր իր կրտսեր եղբոր սիրելիի։ Հիմա ինչ անեմ, ինչպես ես վարվեմ, սրտիս կրակը ինչպես թաքցնեմ, միթե կարող է դա այդպես լինել, որ երկու եղբայր երկու քույր սիրեն, իսկ ինչու եւ ոչ, ինչ կա դրա մեջ, ուղղակի այդպիսի բան շատ քիչ է լինում։ Խորհում էր այսպես ավագ եղբայրը, բարդ էր ահագին իրավիճակը։ Ինչպես կընդունեն իմ հարազատները, կամ թե թանկագին իմ բարի եղբայրը, իսկ եթե հանկարծ աղջիկն իմ սիրած ճիշտ այդպես կարծի ու մերժի հերվանց, չէ, ավելի լավ է դեռ ես համբերեմ, մարդկանց խորհուրդներն ուշիմ անբարեմ, ցույց չտամ հանկարծ, որ նրան սիրում եմ, չլինի թե նա զգա, որ իրեն փափագում եմ։ Անցնում էին օրեր ու հանգիստ չկար, չէր դիմանում սիրտը երիտասարդի, ուզում էր պոկվել, գնալ փաթաթվել իր երկրորդ կեսին, թռչել երկինքներն ի վեր բարձրանալ եւ գիշերային մեղմ զեփյուռի մեջ լսել անուշիկ նուրբ ձայնը նրա։ Լսեց խորհուրդներ, իմաստուն, բարի, իհարկե կային նաև անիմաստ ու չար, եւ վերլուծությունը բերեց այն բանին, թե սերն է այն ուժը, որ կհաղթի չարին։ Եվ ահա մի օր հարմար առիթին հրավիրեց իր սրտով սիրածին դուրս զբոսանքի։ Մինչ սրճարանում նստած սրճում էին, սրտի թրթիռով իր սիրուն գովեց։ Եվ իր զգացմունքներն արդեն էլ չթաքցրեց։ Ի զարման նրա աղջիկը նույնպես սիրում էր իրեն։ Չկա աշխարհում այնպիսի մի բառ, որ կարող լիներ այդ նկարագրել, թե ինչ կատարվեց սրտում տղայի, թերևս միայն Աստծուն է հայտնի։ Փարվեցին իրար սիրող սրտերը, միասին դարձան մեկ ու միաբան։ Հայրն էլ, որ ապրում էր հեռավոր երկրում, ելավ պատրաստվեց Հայաստան գալու։ Գալիս էր կրտսեր որդուն նշաներ, վեր կացավ, գնաց նվերներ գնեց, ճամպրուկը կապեց ու ընկավ ճամփա, կտրեց ու անցավ ծովցամաք օվկիանոս։ Օդանավականում հենց հայոց հողին ոտքը նա դրեց, մայրենի հողի ջերմությամբ պատվեց։ Մի լավ, երկար, խորը շունչ քաշեց ու շտապեց դեպի ելքի դռները, ուր սպասում էին նրան 4 սիրահարները։ Դռնից դուրս գալով որդկանց նա տեսավ, գրկեց, համբյուրեց իր կրտսեր որդուն, գլուխը շոյեց որդու ընտրյալի։ Ավագ որդին էլ առաջ վազելով, հորն ամուր գրկեց ու համբուրելով ականջին ասաց. Հայր, անակնկալ ունեմ քեզ համար, ես էլ եմ գտել կյանքիս ընկեր շատ հարմար, և նա քույրն է հենց այն աղջկա, որ տունդ շուտով քեզ հարս պիտի գա, այստեղ է հիմա նա կանգնած, մոտ գնա, նայիր, քույրեր են նրանք, շփոթվեց մի պահ հայրը բազմապործ, ուղղեց քայլերը դեպի աղջկան, ճակատն համբյուրեց և օրհնեց նրան,
Աստված պահի ձեզ էլ, ապրեք շատ երկար։ Եվ ինչպես կարգն է հայոց բարքերում, մարդուկին ուրախ, նվերներ կապած, ազգ ու բարեկամ իրար հավաքված, հելան գնացին, որ նշան դնեն, որ այդ քույրերին իրենց հարս բերեն։ Սկզբում փոքրին, հետո էլ մեծին ոսկե օղերով իրար կապեցին։ Ու հետո նաև շուտ որոշեցին, որ պիտի շատ մեծ հարսանիք անեն, կանչեն բոլորին, մեծին ու փոքրին, որ ուրախանան, ցնծան միասին։ Ով է տեսել, որ երկու երանի մեկ տեղում լինի, ահա և հասավ օրն այս բախծալի։